Հարգելի դեսպաններ, ձեր գերազանցություններ, տիկնայք եւ պարոնայք, սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ խաղաղություն եւ բարգավաճում ցանկանում բարեկամ Կիպրոսի ժողովրդին։ Այս առանձնահատուկ օրը արժևորվում է ձեր երկրի ինքնիշխանությունը եւ կիպրացի ժողովրդի անսասան ոգին իր ազատությունը եւ ժողովրդավարության ձգտումները պաշտպանելու հարցում։ Կիպրոսի հետ հարաբերությունները առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար։ Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին եւ Կիպրոսին հաջողվել է զարգացնել եւ խորացնել միջպետական հարաբերությունները։ Այժմ էլ երկու երկրների միջև ընթանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, բազմավոլորտ երկկողմ օրակարգով։ Հայ-կիպրական հարաբերությունների զարգացումը շարունակական վերընթաց է ապրել, ինչը ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելություններով, ինչի մասին խոսեց հարգարժան դեսպանը, միջազգային հարթակներում միմյանց աջակցությամբ, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական եւ տնտեսական ակտիվ երկխոսությամբ։ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես աջակցել են միմյանց տարբեր հարցերի շուրջ։ Կիպրոսը միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին դժվար պահերին եւ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Հարգելի ներկաներ, հաջորդ տարի, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը, Հայաստանը մայիսի սկզբին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր ընդհանուր նպատակները առաջ մղելու համար։ Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանատների բացումը նշանակալի առաջընթաց է մեր հարաբերություններում, ինչը կնպաստի նոր ձեռքբերումների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, կրթությունը եւ այլն։ Ջերմ եւ ակտիվ են նաեւ երկու խորհրդարանների միջև համագործակցությունը, որի վկայությունը այս տարվա մայիսի 19-ին Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Տիկին Անիտա Դիմիտրոյի եւ իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցելությունն էր։ Միջխորհրդարանական հանձնաժողովների միջև արկա ակտիվ երկխոսությունը։ Արդյունավետ փոխաջակցություն է ծավալել նաև բազմակողմ ձևաչափում միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում։ Երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գործում բարձր են գնահատում Կիպրոսի հայ համայնքի դերը, որոնց յուրահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այսօր։ Ամփոփելով խոսքս ցանկանում եմ վերահաստատել համատեղ սերտ համագործակցության շահագրգռվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Վստահ եմ, մենք դեռ միասին երկարատև պատմություն ենք կերտելու։ Թույլ տվեք եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել Կիպրոսի Հանրապետության ազգային տոնը, շնորհակալություն եւ կեցե Կիպրոսը եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։